Բնականաբար երեխաները չեն կարող հեռախոսը օգտագործել ոչ ուսումնական նպատակով եւ դա կարծում եմ թե մեր քաղաքապետարանի գործընկերներին է պարզ եւ թե մեր նախարարությանը եւ այսպես թե այնպես դասի ժամանակ հեռախոսը օգտագործել ոչ ուսումնական նպատակով ուղղակի չի թույլատրվում։ Ինչ վերաբերում է հեռախոսին որպես գործիք օգտագործելուն, այստեղ էլ պետք է հստակ լինի, երբ դրա կարիքը կա, որովհետև օրինակ, երբ որ մենք խոսում ենք տարրական դասարանների մասին, բոլորովին պարտադիր չի, որ յուրաքանչյուր երեխա որևէ նյութ բացի։ Այդ նյութը կարող է բացել ուսուցիչը համակարգչի վրա եւ օրինակ միացնել համապատասխան երաժշտությունը, համապատասխան տեսանյութը եւ դասարանում մյուս ուրեմն ներկաներն էլ, երեխաներն էլ կկարողանան ուղղակի այդ նյութը լսել, միասին վերլուծել, քննարկել, ինչպես եւ միանշանակ եւ դա ուղղակի այն ինչ մենք տեսանք, ուղղակի այդ գործընթացը ոչ ամբողջական պատկերացնելն է։ Իսկ Մաշտոցի մասով ես բոլորին կուզեմ հանգստացնել, բացարձակապես կարծում եմ թաքցնելու միտում չկա եւ ես համաձայն եմ այն հնչած քննադատության հետ, որ որևէ բան չէր խանգարում ունենալ նաեւ Մաշտոցի պատկերը հենց դասագրքերում տպված եւ քանի որ այբենարանները մեզ մոտ ամեն տարի տպագրվում են սեպտեմբերին մենք արդեն կունենանք այբենարաններ, որտեղ այդ տեղեկատվությունը հասանելի կլինի թե թվային միջավայրում եւ թե թղթային տարբերակով։ Մաշտոցի պատկեր կլինի թղթի վրա։ Այո, բնականաբար։